Բարի ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, խնդրեմ։ Առաջին հարցը Պարոն վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մի քանի օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, մեկը ընտրական ցենզի հետ կապված, ովքեր ըստ նախագծի 6 ամսով բացակայել են երկրից չկարողանան ընտրությանը մասնակցել, մյուսը ընտրակաշառքների հետ կապված, որ չկարողանան քաղաքական գործընթացներին մասնակցեն։ Սա ինչ է նշանակում, ԿՊ իշխանությունները ընտրություններից անմիջապես հետո այսպիսի փոփոխություններ նախաձեռնելով արդյոք կարճ ժամանակում պատրաստվում են նոր ընտրություններ անցկացնել թե ոչ, եւ պարոն վարչապետ, ԵԱՏՄ-ի խնդիրների հետ կապված դուք քարոզարշավի ժամանակ ասում եք, որ դուք բացառիկ պաշտոնյաներից եք, որ ԵԱՏՄ երկու բարձրագույն մարմիններում ներկայացված եք, ընտրություններից հետո կգնաք, փաստերը կդնեք սեղանին եւ խնդիրները կքննարկեք, կլուծեք, կգաք, բայց երբ է այդ ամեն ինչը տեղի ունենալու։ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այդ նիստին մասնակցություն կունենամ եւ ինչպես ասել եմ, կզբաղվենք, բայց այսօր էլ ենք զբաղվում եւ Եվրասիական տնտեսական միության ինստիտուտները աշխատում են, այսինքն դա սովորական ընթացիկ process է եւ այդ process-ներին կմասնակցենք։ Առաջին հարցի հետ կապված իհարկե ոչ, մենք չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել։ Խնդիրը հետեւյալն է, որ ընտրությունների նախորդող շրջանում թե քաղաքացիական հասարակությունը եւ թե քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիները այդ հարցը անդադ բարձրացրել են եւ ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետեւ դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաեւ խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք, այս է պատճառը, որ պարզապես այն ինչ որ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդիկ, այսինքն իրանց մոտ հարց չառաջանա, թե ինչու այդ փոփոխությունները չեն արվում։ Այսինքն առաջարկ կա դեռ փետրվարին, մարտին, ապրիլին, նույնիսկ մայիսին, պահանջներ եւ այլն, բայց ես դեմ եմ եղել ընտրություններից առաջ նման փոփոխություններ անելու եւ խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո այդ փոփոխությունները կարվեն։ Չկապ չունի, բայց քաղաքական արձանագրումը անելը մարդկանց խոստացել ենք, որ կանենք ընտրություններից անմիջապես հետո։ Մարդկանց տված խոստումը կատարելու մասին է խոսքը։ Շնորհակալություն, հրապարակ։ Պարոն Փաշինյան, երեք դուք կրկին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին ասացիք ջախջախելու եք, մի քանի անգամ այդ բառը կրկնեցիք, ինձ հետաքրքիր է ջախջախել ասելով դուք ինչ նկատի ունեք, ինչպես եք պատկերացնում այդ ճանապարհը, ինչպես է ջախջախումը դրսևորվելու, արդյոք մինչեւ ֆիզիկական ոչնչացում, օրինակ անաչառ դիտորդը կարող է նայել, հասկանալ ջախջախում ֆիզիկական ոչնչացում եւ ինչ այս եղել է մարդիկ ում ջախջախել եք ընդդիմադիրներից, կարող եք ասել ում եք ջախջախել, թե դեռևս ջախջախումը առաջիկայում է տեղի ունենալու։ Ընդհանրապես իմ բոլոր արտահայտությունները եւ հայտարարությունները պետքա դիտարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը տեղավորվում է այդ շրջանակներում, ում ջախջախել եմ արդեն հիշողությունս թույլ չի տալիս, որովհետեւ այնքան եմ մոռացել իրենց, որ պետքա մի 5 րոպե մտածեմ, որ ասեմ։ Այդ աստիճանի է պետք ջախջախել։ Արթուր Օսիպյանն ով է, քաղաքական հակառակորդ է։ Նկատի ունեմ քաղաքական իմաստով, այսինքն զրոյացնել նրանց քաղաքական ազդեցությունը, ապօրինի քաղաքական ազդեցությունը զրոյացնելու մասին է, որովհետև ընտրակաշառքներ բաժանելով Հայաստանում պետք է բացառվի քաղաքական ազդեցությունը, փողի գործադրմամբ։ Էլ չեմ ասում, նախկինում ասել եմ, ըստ էության ինչ որ ասել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում իմ ունեցած ելույթներում, ամեն ինչ ասել եմ։ Հիմա դրա չկրկնեմ, բառացիորեն ամեն ինչ ասել եմ։ Նույնիսկ կան թեմաներ, որոնց տասնյակ անգամներ եմ անդրադարձել, այդ ամեն ինչը տեղի է ունեցել ուղիղ եթերում։ Ինչ որ ասել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում, այդ նկատի ունեմ։ Հաջորդ հարցը Արմեն։ Չէ, չեմ փոխել։ Կապարակնքված է, բայց փոխած չէ։ Պարոն Փաշինյան, երեք ազգային ժողովի ամբիոնից դուք այսպես շատ
ոնց ասեմ, ջղայնացած հայտարարություններ եք անում, ասում եք ընտրակաշարք տվողներին, վերցնողներին բանտերն եք լցնելու, հետո ասեցիք 70%-ը ընտրակաշարք է վերցել ժողովրդի, այդ 500,000-ից 70%-ը, հիմա ուզում եմ հասկանամ, գնալու եք 70% ըստ ձեր պատկերացումների ընտրակաշարք վերցածներին բանտերը լցնելով, այսինքն 70 ըստ ձեզանից դժգոհ ժողովուրդ չկա եւ միայն ընտրակաշարքով են ձեր դեմ քվեարկել, դուք էլ պատրաստում եք այդ 500,000-ի 70%-ին ու իրենց քաղաքական առաջնորդներին բանտերը լցնել եւ պարոն Փաշինյան ադրբեջանական մամուլում լուրեր են տարածվում, որ վերադարձ արևմտյան Ադրբեջան ֆորումներ են տեղի ունենում պետական համալսարանում եւ այլ տեղեր, այս մասին ինչ կասեք։ Շնորհակալություն։ Ես առաջի հարցի հետ կապված ընտրակաշարքով գործեր են, քրեական գործեր են նախատեսված, հարուցված եւ ես էլի ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ օրինակ 21 թվականից հետո ընտրակաշարքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկը այս պայդրությամբ բանտում չի, իսկ բանտել չեն էլ նստել։ Ես ասում եմ, որ բոլորը պետքա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշարք բաժանողներին։ Չի կարա այդպիսի բան լինել, եւ մենք նախորդող շրջանին էլ պետք է անդրադառնանք, ինչի է տենց եղել։ Պետք է ի վերջո մենք չենք էլ հետաքրքրվել միջև այս պահը այդ թեմայով, բայց հիմա դա արդեն քաղաքական հարց է։ Պետք է հասկանանք ով, ում, ինչի համար, ինչա գործը կարճել, ինչ հիմնավորումներով են այդ գործերը կարճվել, ինչի ազատազրկման չեն դատապարտվել։ Իսկ ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ի վերջո նաև բաներ են եղել, չէ, սոցիոլոգիական հարցումներ են եղել բավականին վստահելի եւ պետք է այդ ընտրակաշարքի համակարգը էքստրապոլացնել եւ այդտեղից է իմ եզրակացությունը։ Նրանք ովքեր իսկ որևէ մեկին բանտ նստացնելու համար պետք է ապացուցվի մեղքը, ոնց կարող ենք մենք ենթադրաբար տեսական ընտրակաշարք տվածին կամ տեսական ընտրակաշարք վերցնողին ենթարկել պատասխանատվության։ Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին, երեք ես անդրադարձել եմ նաև այդ թեմային։ Ես ասում եմ, քանի դեռ ազգային ժողովում ընդդիմությունը դրոշները դրած պահում է, այդ բերելու այդպիսի արձագանքներ եւ դա կապ չունի իրական կյանքի հետ։ Եվ ամեն ինչը պետք է նայել այս տրամաբանությամբ։ Բերեք ամբյոնից ես շատ հստակ ասել եմ։ Շնորհակալություն։ Մի բան որն էր հիմնական հարցը։ Չէ, իհարկե։ Դժգոհ են, իհարկե դժգոհ են, բայց ասում եմ, որ 70%-ը քվեարկել է ընտրակաշարքով։ Կարող է դժգոհը քվեարկել է նաև ընտրակաշարքով։ Ինչ։ Շնորհակալություն ձեր հարցի համար, հաջորդ Ինչ կարծիք ավելի լավ չհասկացա։ հաջորդ հարցը Յասարից։ Նրանց մի մասը ես ասացի, ուշադիր չէ։ Պարոն Փաշինյան, Այո, 70%։ 70%-ը նրանք չեն, որ համ դժգոհ են, համ ընտրակաշարք են վերցնում։ 70%-ը նրանք են, ովքեր ընտրակաշարքով գիտեք ինչ, ընտրակաշարքը չի հանցակազմը չի դնում այդ բանը բացատրությունը գոհ ես թե դժգոհ ես։ Ընտրակաշարքով ես քվեարկի ընտրակաշարքով, ուզում ես գոհ եղի, ուզում ես դժգոհ եղի, ուզում ես երջանիկ եղի, ուզում ես դժբախտ եղի, ընտրակաշարքով քվեարկող, ընտրակաշարքով քվեարկողը։ Գոհա թե դժգոհա։ եկեք դիալոգի չենք վերածում, հարգելի լրագրողներ։ Սա միտինգ է, եթե հարցազրույցի զանգվածությունը գրավորվի։ Ես այդ հարցին էլ երեք արձագանքեցի։ Այդում ձայներն, որ ասում են իշխանությունը ձայներ է կեղծել, այդում ձայներն են կեղծել, ասում եմ, այդ մարդիկ թող հրապարակային ասեն, կեղծել ենք մեր ձայները։ Մի հոգի հացադուլ էր անում, են էլ երեք դադարեցրեց։ Շատ լավ։ Կարելի է